Բարև ձեզ, եթերում օպոնենտ հաղորդաշարն է եւ ես Միրան Հակոբյանը։ Ռուսաստանի պետական դումայի կոմունիստական խմբակցության մի քանի падգամավորներ դիմել են Ռուսաստանի նախագահին եւ արտաքին գործերի նախարարին, առաջարկելով չեղարկել Մոսկվայի եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագիրը։ Հիշեցնեմ, որ այս պայմանագիրը անկյունակարային նշանակություն ունեցավ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրության համար եւ ողբերգական հետևանքներ ունեցավ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Պայմանագրով բոլշևիկները թուրքերին զիջեցին Կարսի մարզը, Սուրմալուի գավառը Արարատ լեռան հետ, Նախիջևանը անցավ Ադրբեջանի տիրապետության տակ։ Ինչքանով է հնարավոր Մոսկվայի պայմանագրի չեղարկումը եւ դրանից հետո փաստացիորեն Մոսկվայի պայմանագրի հիման վրա կնքված Կարսի պայմանագիրը, ինչքանով է դա հնարավորություն Հայաստանի համար կամ մարտահրավեր, այսօր մենք օպոնենտի տաղավարում քննարկելու ենք մեր մասնակիցների հետ, ներկայացնեմ մասնակիցներին Աղասի Ենոքյան քաղաքագետ, Ռուբեն Մելքոնյան թուրքագետ, Շիրակ Թորոսյան ազգային ժողովի падգամավոր, պատմաբան, Արա Պապյան Modus Vivendi կենտրոնի ղեկավար։ Սկսենք պարոն Ենոքյանից։ Պարոն Ենոքյան, արդյոք պատահական է, որ հենց ռուս կոմունիստներն են դիմում այս նախաձեռնությամբ երկրի իշխանությանը, այն դեպքում, երբ որ այս մարդիկ փաստացիորեն գաղափարական եւ իրավակազմակերպչական տեսանկյունից այն մարդկանց իրավահաջորդներն են, ովքեր ստորագրեցին այս պայմանագիրը։ Այստեղ ինչ-որ մեսիջ կա։ Դե այդ կոմունիստները ստորագրել են, իրանք էլ դիմում են, որ չեղարկեն այդ պայմանագիրը։ Իսկ եթե ավելի լուրջ, կարծում եմ խնդիրն այն է, որ կոմունիստները ուզում են լինել ավելի արմատական, փորձում են ինչ-որ ցույց տալ, թե ինչքան են մտահոգ չի միայն Պուտինի կուսակցությունը, այլև իրենք, որ համարվում են ընդդիմություն, երևի այս առումով կարելի ասել, իսկ այս ժամանակ որ կոմունիստներն էին կնքել էին իրենց գաղափարական եղբոր հետ, Մուստաֆա Քեմալի հետ, որը այդ ժամանակ կարմիր լինելու ուրեմն միտումներ էր ցույց տալիս, համաշխարհային հեղափոխությունը Թուրքիայով տարածելու այդ պատասխանատվությունն էր իր վրա վերցնում։ Ուղղակի մի քիչ առաջանցնելով ասեմ, ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում այս պայմանագիրը չեղարկելը հիմա։ Այսինքն, արդյոք դա նշանակում է, որ այդ տարածքները, որոնք որ Ռուսաստանի տարածքում էին, նշեցիք ուրեմն Կարսի մարզը, չէ, Սուրմալուի գավառը, այսինքն ուզում են դրանք վերադարձնել Ռուսաստանին։ Եկեք հասկանանք, որ դրանք Ռուսաստանի տարածքներն են եւ նրանք ուզում են, որ այնտեղ կրկին լինի Ռուսաստան։ Թե ինչպես են դա անելու, ես չգիտեմ։ Այսինքն ոգևորությունը թե հիմա ուրեմն Հայաստանին հողեր են տրվելու եւ այլն, ես կարծում եմ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի գնա նման ուրեմն կտրուկ քայլերի։ Նա իր խնդիրներն է լուծում։ Ես կարծում եմ պետք է լավ հասկանանք։ Պարոն Ենոքյանը մի քանի անգամ նշել է իր հարցազրույցներում, որ երկու սուբյեկտ կար, Թուրքիա եւ Խորհրդային Ռուսաստան, հիմա մի սուբյեկտը չկա, ըստ էության այդ պայմանագիրն էլ առանձնապես իրենից բան չի ներկայացրել ԽՍՀՄ փլուզումից հետո, այլ միևնույն ժամանակ, պարոն Ենոքյանը նշեց, որ փաստացիորեն դա Ռուսաստանի տարածքներն է եղել, Ռուսաստան, բայց առաջին հանրապետությունը չկար այդտեղ։ Առաջին հանրապետության տարածքները չէին արդյոք։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է թե ինչու կոմունիստները առաջարկեցին այս պայմանագրի վերանայումը, ես ասեմ, որ իմ կարծիքով դա դերաբաշխում է եղել Ռուսաստանի ներքին քաղաքական հարթության մեջ։ Կոմունիստներն առաջարկում են, իշխանությունները խոստանում են ուսումնասիրել առաջարկը։ Այսինքն սա դիվանագիտական ճնշում է իմ կարծիքով Թուրքիայի վրա այս պահին։ Իսկ ինչ վերաբերում է չեղարկմանը պայմանագրի, ապա չեղարկումը օբյեկտիվորեն ռեալ կարող է լինել ռուս-թուրքական հարաբերությունների սրման մեծացմանը զուգընթաց։ Այսինքն եթե Մերձավոր Արևելքում, Սիրիայում այդ հարաբերությունները սկսեն վերաճել պատերազմի, ապա բնականաբար ձեր մատնանշած, այո, բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագիրը չպետք է գործի։ Քննարկվում է հիմա, ասեն ինչ բարեկամություն եւ եղբայրություն, երբ որ մեր ինքնաթիռը խոցում։ Տեսեք, խնդիրը այստեղ ինչի մեջ է։ Խոսքը ոչ թե գնում է Հայաստանի տարածքները վերադարձնելուն, խոսքը գնում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև սահմանված պայմանագրային ուրեմն կապի անվանման մասին։ Բարեկամություն եւ եղբայրություն։ Ինչ բարեկամության մասին է խոսքը, այո, եթե ուրեմն խոցում են ռուսական ինքնաթիռը, եթե արգելքներ են ստեղծում ռուսական օդուժի գործունեության համար։ Հետևաբար պայմանագրի
չեղարկման գաղափարը սրա մեջ է։ Անուղղակիորեն բնականաբար կամ ինչու՞ չէ, ուղղակիորեն անդրադառնում է մեր վրա։ Քանի որ պայմանագիրը եթե չեղարկվում է, ապա չեղարկվում է իր բոլոր 15 հոդվածներով հանդերձ, իսկ այնտեղ նշված է, այո, ինչպես դուք նշեցիք եւ Նախիջևանի մասին եւ Կարսի ու Սուրմալուի մասին։ Հետևաբար ռուսական կողմը չի զլանում նաև ուղղակի մեսեջներ ուղարկել մեզ հայերից, որ տեսեք, մենք նաև այսիշ բանն ենք անում, տեսեք, ձեր Արարատի խնդիրն է առաջ քաշվում, Սուրմալուի եւ դա արվում է պետական քարոզչամեքենայով եւ նույնիսկ այո բավականին ռեալ դարձավ իրավիճակը, երբ որ արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ մենք սկսել ենք ուսումնասիրել կոմունիստների առաջարկը։ Հետևաբար իսկ ձեր այդ մտահոգությունը, թե արդյոք դա Ռուսաստանինն է լինելու, թե ինչ, Ռուսաստանը իհարկե կարող է հավակնել, քանզի մինչև 1914 թվականը Կարսի մարզը եղել է ռուսական կայսրության մաս, ռուսական կայսրության տարածք։ Ավելի ուշ շատ կներեք ընդհատեմ, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի իշխանությունը իր արտաքին քաղաքականության մեջ, աշխարհաքաղաքական քարոզչության մեջ միշտ օգտագործում է այդ տարածքների ֆակտորը այս ձևակերպմամբ։ Մենք աշխարհի ամենամեծ երկիրն ենք, մենք տարածքների խնդիր չունենք, ուրիշների տարածքներ մեծացնելու, վերցնելու խնդիր չկա։ Բնականաբար։ Այդ տարածքը վերցնել ինչ անում։ Բնականաբար։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ Ռուսաստանը կուզենա այդ տարածքը վերցնել, որ իրեն պետք է փրկի, Ռուսաստանը ռազմաբազայի խնդիր ունի տարածաշրջանում եւ այդ խնդիրը լուծել է։ Այսօր Հայաստանում գործում է այդ ռազմաբազան։ Այսինքն մտածենք, թե Կարսի մարզը վերցնի երկրորդ բազա։ Կարծում եմ, որ այս պահին այդ խնդիրը ինքը չունի, հատկապես որ Սիրիայում արդեն հակաօդային պաշտպանության հսկայական համալիրներ տեղադրել։ Պարոն Մելքոնյան, այսինքն ներողություն ես ավելացնեմ, որ խնդիրը այստեղ ինչն է, այո, այդ տարածքները կարող են մեզ անցնել։ Կարող են մեզ անցնել, ինչպես ժամանակին առաջի հանրապետությունը ստեղծվեց եւ ուղղակի այդ տարածքները մեզ անցան, ինչու ոչ Անգլիայի առաջարկով եւ Դենեկինի լուր համաձայնությամբ։ Այդ տարածքները անցան մեզ։ Ուրիշ տարբերակ չկա, այլընտրանք չկա։ Եթե իրավիճակը այդպեսին է, ապա մեզ են անցնելու տարածքները։ Մենք դա դեռ քննարկենք, պարոն Մելքոնյան, Թուրքիայում ինչ քննարկումներ կան, ինչպես են թուրքերը ընկալում այս խնդիրը։ Ես նախ ուզում եմ ասել, որ սա իմ կարծիքով ավելի շատ քաղաքական հարթությունում է տարածվում կամ տեղեկատվական քարոզչական, քան թե իրավական։ Ավելի շատ նպատակային էր Թուրքիայի եւ հասարակական եւ քաղաքական շրջանակներին մի մեսեջ ուղարկել, որ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում կարող են նաև քննարկվել Թուրքիայի համար ոչ ցանկալի տարբեր իրողություններ, եթե ԱՄՆ սենատում ամեն պատե առիթին քննարկվում է այս ցեղասպանության հարցը, ապա Պետդումայում էլ կարող է քննարկվել ավելի կոնկրետ իրավական խնդիր, Կարսի կամ Մոսկվայի պայմանագրի խնդիրը։ Եվ կարող եմ ասել, որ Թուրքիայի եւ քաղաքական եւ հասարակական եւ վերլուծական շրջանակներում սա բավական մեծ աղմուկ է բարձրացրել եւ եթե ռուսական քաղաքական մեքենայի խնդիրը այդ մեսեջը հասցնելն էր եւ այնտեղ որոշակի խառնաշփոթ առաջացնելն էր, ապա այս պահին Ռուսաստանը իր նպատակին կարող ենք ասել, որ հասել է, մասնավորապես քաղաքական արձագանքը այնպիսին էր, որ Ռուսաստանից եւս մի դավաճանական քայլ այսպես որակվեց, իսկ վերլուծական շրջանակները տարվելով նաև այսպես ասած իրենց վախի սինդրոմներով, ինչպես կա Սևրի սինդրոմը եւ այլն, սկսեցին նաև ակտիվորեն քննարկել եւ այս պահին էլ Թուրքիայում քննարկվում է հենց այդ հարցը, այսինքն այդ տարածքների վիճելի պատկանելիության հարցը եւ Ռուսաստանի հավանական քայլերը։ Ես կարծում եմ այդ մեսեջը դրական ձևով ուրեմն տեղավորվել է թուրքական քաղաքական դաշտում եւ Ռուսաստանը իր նպատակը իրագործել է եւ ուզում եմ այստեղ նաեւ հավելեմ կոմունիստ այդ պատգամավորների կոմունիստական պատկանելիության հարցը կարծում եմ մի փոքր դա ուռճացված է, քանի որ եթե մենք պատմությանը շատ հպանցիկ հայացք նետենք, ապա նույն կոմունիստ Ստալինը 45 թվականին ավելի բաց տեքստով Թուրքիայից պահանջում էր Կարսի եւ Արդահանի նահանգները եւ շեշտում էր, որ դրանք ռուսական կայսրության նախկին տարածքներն են, որոնք եղել են նաեւ հայկական։ Իսկ ինչ վերաբերում է այդ տարածքներին, այո, ինչ վերաբերում է այդ տարածքների պատկանելիության, ապա կարծում նաեւ այն ժամանակ եւ 21 թվականին եւ ավելի ուշ եւ իրավական եւ քաղաքական ընկալումներում հստակ արտահայտված էր, որ դա հայկական տարածքներ են,
Հայաստանի Հանրապետության տարածքներն են եւ դրա տերը իրականում Հայաստանն է եւ Հայաստանի մասնակցությունը այդ պայմանագրի ստորագրմանը կարծում եմ հենց դրա ամենակարևոր ապացույցն է։ Պարոն Պապյան, դուք մեր երկրում ամենաշատն եք խոսում Սևրի պայմանագրից, Վիլսոնի իրավարար վճռից։ Պարոն Մելքոյանը նշում է, որ Թուրքիայում կա այդ Սևրի սինդրոմը։ Սա կարող ենք ընկալել, որ ռուսները Սևրի սինդրոմ 2 են փորձում Թուրքիան ներմուծել։ Ռուսները փորձում են հնարավոր լծակները օգտագործել թուրքերի դեմ, առայժմ համաձայն եմ, սա շատ ավելի դիվանագիտական, քաղաքական, անգամ պրոպագանդիստական է, բայց չեմ բացառում, որ առաջիկա ամիսներին, եթե իրավիճակը ավելի սրվի, իմ կարծիքով կսրվի, գուցե եւ ավելի գործնական փուլի անցնելու։ Ես կարող եմ ասել, որ շատ հնարավոր է, որ ռուսները այլ գործիքներ եւս օգտագործեն, նույն իրավարար վճիռը, նույն Սևրի պայմանագրի մասին կարող է խոսան, հպանցիկ խոսակցություններ դրա մասին եղել է, առավել եւս իրավարար վճիռը նոր հնարավորություն է տալիս Ռուսաստանին մեղադրելու ոչ միայն թուրքերին հայկական տարածքները գրավելու մեջ, այլ նաեւ Բրիտանիային, Իտալիային եւ Ֆրանսիային, որոնք իրենց առաջարկին հետևողական չեն, որտեղ նրանց առաջարկով է իրավարար վճիռը կայացվել, իսկ Միացյալ Նահանգներն էլ մեղադրել, որ նա իր վճիռը, իր նախագահի վճիռը իրականացնելու համար ոչինչ չի անում։ Այսինքն սա բավականին հաջող գործիք է ռուսների ձեռքին տվյալ պահին, եւ քանի դեռ հարաբերությունները սրված են մնում, իհարկե այս ամբողջը կօգտագործվի։ Գործնական առումով ամեն ինչ կախում կունենա ընդհանրապես միջին արևելքի այսպես ուժերի վերադասավորումից։ Պարոն Յանուկյան, իրական քաղաքականություն վերադառնանք, ենթադրենք ռուսները եւ թուրքերի հարաբերությունները շատ են սրվում, Սիրիայում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ընդհուպ մինչեւ բախման է հասնում, անմիջական կամ միջնորդավորված, ամեն դեպքում ռուսները հրաժարվում են այս պայմանագրից։ Ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը, խոսի Կարսի պայմանագրի վերանայման մասին, թե լրի ուղակի։ Մենք այս գործընթացներին չենք խառնվում։ Ես նախ ուզում եմ անդրադառնամ պարոն Թորոսյանի ասացին, թե Ռուսաստանը տարածքների խնդիր չունի։ Ռուսաստանը ունի տարածքների խնդիր։ Եվ ուրեմն Ղրիմը եւ Դոնբասը հենց դա են ապացուցում, որ Ռուսաստանը ունի տարածքների խնդիր։ Պուտինի որդեգրած հին ռոմեական քաղաքականությունն է, հաց եւ զվարճությունների, ըստ էության զվարճությունները տվյալ դեպքում տարածքներ ձեռք բերել են եւ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը դրանով շատ է հպարտանում, շատ ուրախ են, որ Ղրիմ ունեն, որ Դոնբաս ունեն, այնպես որ իսկ այն ինչ որ կատարվեց վերջերս, օրերս բառացիորեն կայացած ՆԱՏՕ-ի ժողովին, որտեղ որոշում ընդունվեց ամրապնդել Արևմտյան Եվրոպան, Արևելյան Եվրոպան ներողություն, նոր ՆԱՏՕ-ական երկրները պատճառաբանված էր հենց դրանով, այսինքն Ղրիմը եւ Դոնբասը վախեցրել են ՆԱՏՕ-ին։ Եվ ուրեմն գնում են այդպիսի քայլերի, որ հանկարծ ասենք Ղրիմին չհետևի Նարվան, Ղրիմին չհետևի Դաուգավպիլսը եւ այլ եւ այլ։ Այնպես որ Կարևոր ռուսական ուժերը ըստ ՆԱՏՕ-ի հաշվարկների 36 ժամում կարող են վերցնել Տալինը ամբողջությամբ։ Այնպես որ ով է ձեզ խնդրում ՆԱՏՕ-ում բերեք հասցնեք։ Հաշվից դուրս չգցենք սա։ Իսկ մյուս կողմից, եթե ռուս-թուրքական հարաբերությունների լարում լինի, շատ հավանական է, որ այդ լարումը լինի հենց Հայաստանի սահմանին։ Թուրքերը հասկացրեցին, եթե հիշում եք, ուրեմն թուրքական ուղղաթիռը երբ որ մտավ Հայաստանի, երբ որ հատեց Հայաստանի օդային սահմանը, թուրքերը դրանով հասկացրեցին, որ հայ-թուրքական սահմանը իրենք ընկալում են որպես Ռուսաստանի ռազմական, Ռուսաստանի քաղաքական ավելի շուտ սահման։ Այնպես որ այստեղ իրավիճակի լարումը հայ-ռուսական համատեղ ուժերն են, չէ՞ պահում։ Մեր սահմանը են պահում, համատեղ չեն։ Ռուսական սահմանապահներն են պահում սահմանը։ Այնպես որ իրավիճակի լարումը շատ հնարավոր է ուրեմն բերի այստեղ որոշակի անցանկալի զարգացումների եւ մենք տեսնում ենք, որ այսօր ինչ որ կատարում է նաեւ Ղարաբաղյան ֆրոնտում, այսպես ասենք, դիվանագիտական ֆրոնտում, այսինքն այն, որ արդեն Ալիևը հրաժարվում է համանախագահների հետ հանդիպելուց, դեռ այդպիսի բան չէր եղել, պատմության այս ամբողջ ընթացքում։ Լավ, հրաժարվում է Հայաստանի հետ հանդիպելուց, դա հասկանում ենք, բայց երբ որ հրաժարվում է միջնորդների հետ հանդիպելուց, դա նշանակում է, որ նա գնում է լարման, իսկ այս լարումը բնականաբար իրար հետ համակող, իրար հետ հարմոնացված, ներդաշնակեցված գործողություններ են, այսինքն ստեղծվում է ընդհանուր լարվածությունը բարձրացնելու, գոնե տվյալ պահին դիվանագիտական ու քաղաքական ֆրոնտում, ընդհանուր լարվածությունը բարձրացնելու քաղաքականություն։ Ինչ կարող է Հայաստանը անի։ Ես կարծում եմ առաջինը, որ պետք է անի Հայաստանը, դա այն է, որ գտնի ինչ-որ
կիսապաշտոնական, ոչ պաշտոնական խողովակներ Թուրքիային բացատրելու, որ այնուամենայնիվ Հայաստանը Ռուսաստան չի։ Որ այնուամենայնիվ այս սահմանը Արաքսով անցնող դա ռուսական սահման չի, դա հայկական սահման է։ Սա գոնե նախնական քայլերն են, որ պետք է արվի։ Դրանից հետո իհարկե ունենք մենք շատ ու շատ ուրիշ գործիքներ, որով որ կարող ենք դնել ավելի կոնկրետ հարց, որ ասենք թե ռուսական ռազմական բազան ոչ թե ավելացնում մեր անվտանգությունը, այլ մեր համար ստեղծում է սպառնալիք, որովհետև Թուրքիայի հետ լարումը դա բերում է լարում հենց Հայաստանի վրա եւ ինչ որ կերպ ուրեմն սկսի ռազմական բազայի դուրսբերման գործողությունը։ Դա հետագա համաձայն եք այս մոտեցման հետ։ Մոտեցումը ցանկացած մոտեցում ես հարգանքով եմ ընդունում, անկախ նրանից համաձայն եմ թե ոչ։ Դիտարկումներ կան, որոնք եւ այսօրվա մեր վարվող քաղաքականության եւ մեր ազգային անվտանգության տեսանկյունից թերևս այս պահի համար իրագործելի չեն, ելնելով հենց առաջին հերթին ռազմաբազան դուրս անելու մասին քննարկումները։ Ռազմաբազան այսօր կա մեր երկրում, մեր տարածքում եւ ռազմաբազան նաեւ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում է, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում է երկարամյա պայմանագրի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ այս ձեր մատնանշած վտանգը կապված Թուրքիայի հետ ռուս-թուրքական բախման դեպքում իրականում կա այդ վտանգը, համաձայն եմ պարոն Ենոքյանի հետ, այստեղ մենք լուրջ անելիք ունենք, Հայաստանը փորձելով զերծ պահել ռազմական գործողությունների թադերաբեմ լինելուց, եթե ռուս-թուրքական բախում առաջանա, այդ բախումը թող լինի այնտեղ, որտեղ Սիրիայում կլինի, Թուրքիայի տարածքում կլինի, բայց մենք պետք է մեր ազգային մտածելակերպով մենք ասում ենք մենք ունենք կորցրած տարածքներ։ Հակասություն չի առաջանում։ Եվ ժամանակ հակասություն չի առաջանում։ Ցանկանում ենք պատերազմից խուսափել։ Հակասություն չի առաջանում։ Մենք չպետք է ավելորդ ողջավորություն ցուցաբերենք այս պահին։ Համաձայն։ Եվ ոչ էլ պետք է ամբողջական բաներից խոսենք։ Մենք պետք է հետևենք իրադարձություններին եւ աշխատենք մտածել Հայաստանի անվտանգության մասին։ Եվ կարծեմ, թե որևէ անհրաժեշտություն էլ չունենք հրապարակներում գոռալ, թե մենք ինչ ենք ուզում, ինչ պատկերացումներ ունենք, ինչ ազգային իղձեր ու նպատակներ ունենք։ Կարծում եմ, ոչ միայն ավելորդ, այլ դիվանագիտորեն եւ քաղաքագիտորեն վնասակար։ Այդ Մոսկվայի պայմանագրից ենթադրենք Ռուսաստանը հրաժարվեց այս պայմանագրից։ Կարծի պայմանագիրը, եթե չեմ սխալվում, ստեղ հենց Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածի հիման։ Այո, քչին փոփոխություններով կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը։ Ինչ պետք է լինի Կարծի պայմանագրի հետ։ Գիտեք, իրավական տեսակետից Կարծի պայմանագիրը չեղյալ անել ավելի դժվար է, որովհետև այն մի կողմը քեմալականներն են ստորագրել, ուզում ասեմ քեմալականները, ոչ Թուրքիան։ Եկեք ընդունենք, որ Թուրքիան չէր, Թուրքիան Օսմանյան կայսրություններ, իսկ Հանրապետությունը 23 թվականին է եղել, իսկ մյուս կողմը այսպես կոչված Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սովետական հանրապետությունը, երեքը մի կողմ, որ սա նշանակում է երեքն էլ պիտի այդ պայմանագիրը չեղյալ հայտարարեն, որպիսի իրավական առումով չեղյալ լինի։ Ուրիշ բան, որ հայկական կողմը կարող է քաղաքական դիրքորոշում արտահայտի, ոչ այլ քաղաքական։ Ասի ինձ համար ընդունելի չի այդ պայմանագրի հոդվածները եւ այլն, բայց իրավական տեսակետ դրա չհեղարկումը բարդ է, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Վիեննայի պայմանագրերի մասին կոնվենցիան 1968 շատ հստակ է ասում, եթե պայմանագիրը ստորագրելու պահին այն հակասել է միջազգային հիմնադրույթների, միջազգային իրավունքի, յուրիսկոգենսների, նա սկզբնական իսկ պահից կնքելու պահից իսկ անվավեր է։ Հիմա խնդիր է առաջանում, ինչքանով է վավերական Մոսկվայական Կարծի պայմանագիրը, պայմանագրերը նույն կոնվենցիայի երկրորդ հոդվածի համաձայն։ Լավ, վատ Կարծի պայմանագիրը այսօր կարգավորում է հայ-թուրքական պետություններ չեն ստորագրել, հասկանում եք, ոչ Մոսկվայի պայմանագիրը, ոչ Կարծի պայմանագիրը, կողմերը չեն հանդիսացել ճանաչված պետության, օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչներ։ Դրանք եղել են մի կողմը քեմալականների իշխանության ձգտող, ինչ որ շարժում, բավականին հաջող, բայց նա ընդհանրապես շարժում է եղել, որը կարող տապալվել։ Այո, որ բայց 23 թվականից եղավ հանրապետություն, գոնե օրինապես դե յուրե Թուրքիայի իշխանությունը մնում էր Սուլթան Մուհամմեդ 6-րդը։ Բոլշևիկները այո վերցրել էին իշխանությունը, բայց նրանք չէին ճանաչվել որպես օրինական իշխանություն Ռուսաստանի 21 թվականին,
հետևաբար նրանց կնքած պայմանագրերը անօրինական են եւ պատահական չի եւ 24 թվականի փետրվարից երբ որ Ռուսաստանը ՌՍՖ-ից ճանաչվել 25 թվականի դեկտեմբերին իրանք վերակնքեցին Թուրքիայի հետ այլ պայմանագիր դեկտեմբերի 17-ի պայման որով վերահաստատվեց բարեկամությունը եւ այլն հենց դրա համար դա արվեց հաստատելու համար որովհետեւ իրավական տեսակետից այդ բոլոր պայմանները ոնց որ ասած խախուտ հիմքի վրա են կառուցված ես կարծում եմ մեր դիրքորոշումը պատերազմի վրա թե վերադառնանք այսօրվա առան չի ազդելու այսինքն եթե Ռուսաստանն ու Թուրքիան գնալու են պատերազմ դա մեր աջակցության կամ ոչ աջակցության հայտարարությամբ չի լինելու դա ասես ռազմաքաղաքական հիմա ունենալով ռազմաբազա մեր երկրում եւ ունենալով բազմաթիվ երկկողմ եւ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրեր ինչ որ կիսապաշտոնական ձևով թուրքերին ասել որ մենք կապ չունենք մի քիչ լուրջ չի որովհետեւ թուրքիա կասեն ոնց կապ չունեք այդ ռազմաբազայից հարվածելու են բանա չէ մենք տեսնում ենք որ Ռուսաստանը Գյումրի բազան բելա նոր օդանավեր նոր ուղղաթիռներ անգամ հակառադիացիոն ուսումնասիրական դա պատերազմի պատրաստվող քայլեր են չի նշանակում որ պատերազմ Թուրքիայի դեմ անպայման պիտի լինի Թուրքիայի տարածքում այստեղ մի ուրիշ խնդիր կա մի մոռացեք Նախիջևանի գործոնը Նախիջևանի պարագային ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը չի գործելու եթե Թուրքիան փորձի մտնել Նախիջևան հետեւաբար այսինքն հրահրել ընդհարում Նախիջևանի տարածքում եւ այնտեղ ոնց որ ասած իրականում նույնը Սիրիայի պարագային ի վերջո Ռուսաստանը թուրքական զորքերին չի խփելու Թուրքիայի տարածքում նա սպասում է եւ Թուրքիան բավականին քանակությամբ զորքեր ունի արդեն Սիրիայի տարածքում կկուտակի եւ որպես այսպես ասած տերորի դեմ պայքարի բան կռմբակոց ինչ որ անում է ցամաքային զորքեր ես կարծում եմ իսկ այդ դեպքում Նախիջևանի տարածքում իսկ ինչու ոչ ասեք Արմավիրի մարզում որտեւ Արմավիրի հիմա Արմավիրի մարզում պիտի Թուրքիան մտնի իսկ Նախիջևանը ուրիշ մի փոքր այլ խնդիր է էլի Ենթադրենք մի այսպիսի իրավիճակ այսօր Արևմուտքը Իրանը եւ շատ երկրներ շահագրգռված են Իրան Եվրոպա երկաթգծի գործարկմամբ չէ իրականության մեջ կարող լինի երկու ճանապարհ երկաթգծի դա մեկը Աստարա Բաքու Թիֆլիսն է մյուսը Իրան Նախիջևան Հայաստան Վրաստան այդ երկու գծերն է հետեւաբար հա այդ Ջուլֆա երկաթգծի հարցը դառնում է խիստ կարևոր հարց դա արդեն տեսական հարց չէ դա գործնական հարց է դառնում հիմա եթե հայկական կամ ռուսական կամ միջազգային զորքերը ինչ մանդատով դա վերահսկում են դա փոխում է արդեն աշխարհաքաղաքական մեծ խաղը այսինքն օրինակ հիմա Ռուսաստանի համար իր շահի տեսակետից ված չէ լինի հայկական կամ ռուսական վերահսկողություն այդ երկաթգծի վրա որը ինքը կպահեր բանալին այն կողպեքի վրա որը կվերահսկեր մոտավորապես տարեկան նախատեսվող 20 միլիոն տոննա բեռնափոխադրումները Իրանից դեպի Եվրոպա Շատ լավ, պարոն Մելքոնյան, մենք պատմությունից գիտենք, հա, որ թուրք-հայկական պատերազմը երբ որ ավարտվեց թուրքական բանակի հաղթանակով փաստացի, հա, իրենք փաստաթղթում ստիպում էին Ալեքսանդրապոլի պայմանագրով, հա, այդ բանակցությունների ժամանակ հրաժարվել Սևրի դաշնագրից։ Հիմա ռուսները բերում են Մոսկվայի պայմանագիրը, պետական քարոզչամեքենան խոսում է Արարատ լեռից, հայերի համար նշանակությունից, եւ ինչ որտեղ հա զգացվում է, որ կարծես թե մեզ են փորձում ներքաշել գոնե այս քարոզչական պատերազմի մեջ։ Թուրքական ընկալումը ինչպիսին է, մեզ ինչպես են դիտարկում թուրքերը, Հայաստանի Հանրապետությունը թիրախ է իրենց համար, թե այնուամենայնիվ դիտարկում են հայ-ռուսական կամ ռուսական աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համատեքստում։ Անպայման ուրեմն ես ուզում եմ նաև գոլեգաների ասածներին անդրադառնալ ձեր հարցի համատեքստում, ուրեմն թուրքական ընկալման մեջ Հայաստանը շատ հստակ ձևակերպում ունի անիցիալ սեպ, որը սեպ է Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի միջև։ Հայաստանը թուրքական ընկալման մեջ որպես ոչ ռուս-հայկական, ուրեմն դաշնակցային հարաբերությունների սուբյեկտ ունի թույլ եւ ոչ թիրախային, այլ ուղակի մեկ օրում արելի, այսպես ասած, խոչընդոտի նշանակություն, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների համատեքստում ունի գրեթե անհաղթահարելի խոչընդոտի նշանակություն եւ ռուսական ռազմաբազան սպառնալիք է եւ միգուցե ծառանա ռուսական ռազմաբազան հանելու խնդիր, ես կարծում ուղղակի վտանգում է մեր ազգային անվտանգությունը, ինչու։ Քանի որ ռուսական ռազմաբազան այն կարծում եմ կոնկրետ ռեալ պոլիտիկ զսպաշապիկն է,
որը Թուրքիային զսպում է չանել այն, ինչ արեց Կիպրոսում 74 թվականին, չանել այն, ինչ արեց Սիրիայի Ալեքսանդրետի սանջակում, ինչ արեց 39 թվականին, եւ մնացած այլ նրա տարածքային, այսպես ասած, հավակնությունների համատեքստում չդառնալ թիրախ։ Ինչ վերաբերում է ուրեմն Հայաստանի եւ Ռուսաստանի այդ պարտավորություններին, որ դուք ձեր խոսքում ակնարկեցիք, իհարկե այն համաձայնագրերը, որ մենք ունենք, ոչ միայն նրա համար է, որ ռուսական բազան մեզ պաշտպանի Թուրքիայից, այլև նրա համար է, որպեսզի մենք կատարենք մեր դաշնակցային պարտավորությունները։ Եվ ես համաձայն չեմ պարոն Թորոսյանի այն տեսակետի հետ, որ թող պատերազմ լինի այլ վայրում։ Իհարկե թող լինի մեզնից ինչքան հնարավոր է հեռու, բայց անկախ նրանից ռուս-թուրքական պատերազմը ինչ ծավալումներ կունենա, ինչ ընդգրկումներ կունենա, Հայաստանը այդ պատերազմում Թուրքիայի կողմից դիտարկվում է որպես թիրախ։ Եւ այստեղ բոլորս էլ ըստ էության պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ ենք, իսկ պարոն Թորոսյանը ավելի խորագիտակ։ Երբ որ նույն 1910-20-ական թվականներին այլ վիճակ է ստեղծվել տարածաշրջանում, ինչը խոչընդոտեց Քազմ Ղարաբեկիրին հասնել մինչև Գյումրի։ Ոչ մի բան։ Մենք այն ժամանակ Ռուսաստանի դաշնակիցը չէինք, քանի որ Ռուսաստանը ինքը բավական մեծ խնդիրների մեջ էր։ Բայց Ռուսաստանն էր հրահրում։ Բայց թուրքական բանակը բոլշևիկները, դա Ռուսաստանը չէր դեռևս։ Որ թուրքական բանակը անարգել գրավեց Սարիղամիշը, հետո Կարսը մեզ համար շատ ողբերգական հասավ մինչև Գյումրի։ Այն ժամանակ չկար ռուսական, հայ-ռուսական, այսպես ասած, դաշնակցային հարաբերություններ, ռուսական բազա չկար, բայց մենք շարունակում ենք մնալ թիրախ։ Նույնը նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եթե ֆաշիստական Գերմանիան հաղթեր Ստալինգրադում, թուրքական դիվիզիաները կանգնած էին հայ-թուրքական սահմանին, ինչն էր նրանց խոչընդոտելու անցնել այդ սահմանը։ Եվ բազմաթիվ այլ հարցեր կան այս խնդրի հետ կապված, եւ ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր է նաև, այսպես ասած, ուժային բաժանումները։ Մենք եթե հանում ենք ռուսական բազան, ունենք երկու այլընտրանք։ Ինքնաբավ որպես երկիր մենակ պաշտպանել մեր սահմանները, որը ամենաիդեալականն է, որը ցավոք սրտի իրատեսական չէ, հաշվի առնելով թուրքական այսպես բանակը, ներուժը եւ նրա սպառնալիքը, մենք չենք կարող միայնակ եւ երկրորդ անդամակցել ՆԱՏՕ-ին եւ վերել ՆԱՏՕ-ական բազա, իսկ ովքեր են այստեղ ՆԱՏՕ-ի այս տարածաշրջանում հիմնական դերակատարը Թուրքիան, այսինքն մենք առաջարկում ենք հանել ռուսական բազան եւ տեղակայել ՆԱՏՕ-ի, այսինքն թուրքական բազա մեր սահմանից։ Սա է ըստ էության խորքային, այսպես ասած, հերրահար հանգուցակետը։ Եվ վերջինը, որ կուզենայի ասել, որ Կարսի պայմանագրի հետ կապված, այսինքն ինչ պետք է լինի մեր քայլերը, եթե Ռուսաստանում իրոք այս խնդիրը խորանա։ Չնայած ես կարծում եմ, որ իրավական դաշտ դեռևս շատ վաղ է ասել, որ կտեղափոխվի խնդիրը, ես կարծում եմ կմնա ավելի շատ այսպես մեսիջների դաշտում, մանավանդ որ իրավական համապատասխան ընթացակարգով չի գնում, պարոն Թորոսյանը որպես պատգամավոր կանսի, որ եթե պատգամավորները պետք է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնեին, չէին դիմի նախագահին, կդիմեին երևի թե պետդումային ներկայացնելով օրենսդրական նախաձեռնություն, իսկ նրանք դիմել են երկրի նախագահին ու արտգործնախարարին, այսինքն սա քաղաքական որոշակի մեսիջ է։ Եվ գալով ինչ կլինի մեր դիրքորոշումը Կարսի հետ կապված, մենք բազմիցս Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, իսկ Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, հատկապես նախագահներ, բազմիցս փորձել են մեզնից լսել։ Մենք ճանաչում ենք Կարսի պայմանագիրը, թե ոչ։ Այսքան տարի ես պարոն Պապյանը ավելի լավ կիմանա, ես չգիտեմ, օֆիցիալ որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանի անկախ հանրապետությունը կհայտարարի, որ մենք ճանաչում ենք Կարսը, կամ էլ կհայտարարի, որ մենք չենք ճանաչում Կարսի պայմանագիրը։ Այնպես որ այս արկախ վիճակը Հայաստանի Թեման սահմանափակվել է նրանով, որ հայ հեղափոխական դաշնակցությունը երկար տարիներ պահանջում էր չեղարկել կամ հետ կանչել ստորագրությունը Կարսի պայմանագրից, բայց այդպես էլ չէ։ Պարոն Հակոբյան, ես նաև որպես Թուրքիայից երկու ուղղակի այսպես ասած ընդգծում փորձ է անել, Թուրքիայում հայտնի մի լրագրող կար, Մեհմեդ Ալի Բիրանդը, վերջերս մահացավ, նա Ռոբերտ Քոչարյանից հարցազրույց էր վերցնում եւ մի քանի անգամ ես այդ հարցազրույցի սղագրությունն եմ կարդացել, մի քանի անգամ հարցնում է. Պարոն Քոչարյան, ճանաչում եք Կարսի պայմանագիրը թե ոչ։ Նույնը այլ լրագրողներ հարցրել են երրորդ նախագահին Սերժ Սարգսյանին, նույնը այս հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային այս դիվանագիտությունից հետո անընդհատ եկել էր օրակարգ, թե արդյոք մենք ճանաչում ենք Կարսի պայմանագիրը, թե չէ։ Բայց մեր պատասխանը միշտ եղել է արկախ։ Մենք չենք հայտարարում, որ ճանաչում ենք, չենք էլ հայտարարում, որ չենք ճանաչում։ Այնպես որ արկա այսպես իրավիճակը եթե խորանա, դրա հետ կապված մենք
կարծում եմ ունենք որոշակի քայլեր անելու։ Եվ նաև պարոն Թորոսյանի մեկ ասացի հետ, թե մեր ազգային, այսպես ասած, իղձերը մենք չենք հայտարարում հրապարակներում, իհարկե մենք չենք հայտարարում, բայց մեր ազգային իղձերը հայտնի են եւ ազգային իղձերի մի մասը ամրագրված է Սահմանադրությամբ, որտեղ հստակ նշված է Արևմտյան Հայաստան եզրույթը, որը կարծում եմ ավելի իրավական տեսք է տալիս մեր ազգային իղձերին։ Կապված այն հարցի հետ արդյոք մենք հայտարարել ենք կամ չենք հայտարարել Կարսի պայմանագրի ճանաչման մասին, հիշեցնեմ, որ Ցյուրիխյան արձանագրությունները, որտեղ կետ կա, որ հայկական կողմը ճանաչում է գոյություն ունեցող սահմանները ըստ միջազգային պայմանագրերի, եւ թուրքերը օգտվելով դրանից սկսեցին հայտարարել արտգործնախարար մակարդակով, որ դա նկատեն Մոսկվայի պայմանագիր, Կարսի պայմանագիր, մեր սահմանադրական դատարանը տվեց իրավական մեկնություն 2010 թվականի կարծեմ հունվարի 10 քանիսի հետ որոշում, որտեղ հստակ նշվեց, որ Հայաստանի Հանրապետության համար օրինական, ընդունելի եւ վավերական են միայն այն պայմանագրերը, որոնք մեր խորհրդարանի կողմից վավերացված են։ Այսինքն նման մեկնաբանությամբ բնականաբար Կարսի պայմանագիրը չի անդասանում մեզ համար պարտավորեցնող փաստաթուղթ։ Եվ այլ փաստաթղթեր։ Այդ դեպքում ինչ է լինելու Ադրբեջանի հետ։ Ես process-ին երբ որ հետևում եմ, պարոն Յանուկյան, նշվում է, ռուսները ամեն ինչ անում են Ադրբեջանին արդեն բաց տեքստով են սկսել դիմել, որ մենք չենք ցանկանում տարածաշրջանում թուրքերի հետ մեր հարաբերությունները կարգավորել ձեր հաշվին։ Այնուամենայնիվ այստեղ Կարսի պայմանագրի խնդիրն է շահարկվում, որովհետև Ադրբեջանը անհանգստացած է Մոսկվայի պայմանագրով։ Այդ դուք նշեցիք, որ սահմանին լարվածություն կա եւ ընդհանուր տրամաբանության մեջ է սա արված։ Ինչ է լինելու Նախիջևանի կարգավիճակի խնդիրը։ Ես մինչ այդ կուզեի երկու հարցի անդրադառնալ։ Նախ մեր ազգային իղձերի մասին, ես կարծում եմ մեր ազգային իղձերը նախ եւ առաջ դա անվտանգ եւ բարգավաճ Հայաստան ունենալն է եւ դրանից հետո մտածել ուրեմն Արևմտյան Հայաստանի մասին։ Կարծում եմ սա նախ եւ առաջ, այսինքն անվտանգությունը նախ եւ առաջ, իսկ դրանից հետո ուրեմն ետ կնայենք դեպի պատմությանը։ Ուրեմն իսկ ինչ վերաբերում է ուրեմն Կարսի պայմանագրի, ես ճիշտ ասած միջազգային իրավունքի մասնագետ չեմ, բայց ինչքան հասկանում եմ Հայաստանի Հանրապետությունը դա սովետական Հայաստանի իրավահաջորդն է, իսկ Կարսի պայմանագիրը ստորագրված է սովետական Հայաստանի կողմից եւ եթե մենք ակնհայտորեն չենք հայտարարում, որ մտադիր ենք չեղարկել այդ պայմանագիրը, նշանակում է պայմանագիրը գործում է։ Այստեղ երկիմաստություն կարծես թե չկա։ Եվ այդտեղ խիստ վիճելի է սովետական Հայաստանի իրավահաջորդության հարցը, որտեղ իրավահաջորդությունը միայն միջազգային իրավունքների սուբյեկտների միջև կարող է, սովետական Հայաստանը չի եղել, նա եղել է վարչատարածքային միավոր մեկ այլ պետության կազմում։ Դե չգիտեմ, ես ասում եմ, ես ինքս համարվել է անկախ ձևական։ Չէ, ձևական չի կարալ լինի, աշխարհը չի ճանաչել սովետական Հայաստանին երբևէ որպես անկախ պետություն։ Եվ դրա մասին բազմաթիվ որոշումներ, վճիռներ կան։ Ես չեմ ուզում այս Ռուսաստանի նախագահը վերջերս քննադատում էր Լենինին այդ թեմայով, հենց որ խորհրդային միությունը ստեղծեց ոչ թե որպես այսպես վարչատարածքային միավորումների ամբողջ այսպես մի համակարգ, այլ սուվերեն պետությունների հիման վրա, որի հետևանքով հետագայում արդեն 91 թվականին ռուսական իմպերիան փլուզվեց, մոտավորապես սա էր։ Բայց այնուամենայնիվ վիճելի ասում էր, որ ՍՀՄ դա նույն Ռուսաստանն էր եւ այսօրվա Ռուսաստան նույն ՍՀՄ-ն է։ Ի վերջո, Այսինքն եկեք Պուտինի ասածները իրավական հիմք չեն։ Անդրադառնալով Ադրբեջանի խնդրին, տեսեք, փաստորեն ստեղծված այդ սիրային եռանկյունին, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, որ մեր համար ուրեմն թվում էր չափազանց վտանգավոր, դա փաստորեն ճակ տվեց, ոչ թե ճակ տվեց, այլ փլուզվեց, եւ հիմա Ադրբեջանը կանգնած է կարևորագույն երկընտրանքի առաջ։ Այսինքն նա այս երկուսից որ կողմն է բռնելու, որովհետեւ ասենք Ռուսաստանի հետ կապված նա կարևորագույն խնդիրներ ունի Ղարաբաղյան հարցում, իսկ Թուրքիայի եւ վախենում է, իսկ Թուրքիայի հետ կապված այլ խնդիրներ ունի, ուրեմն ընդհանուր ստրատեգիական պարտներության, չգիտեմ, հայ-թուրքական հարաբերությունների, նույն Ղարաբաղյան հարցում չէ, Թուրքիան ի վերջո որևէ շահ չունի, ասենք Ղարաբաղյան հարցում Ադրբեջանին պաշտպանելուց, քան ասենք հենց այդ ստրատեգիական ուրեմն գործընկերությունն է։ Շատ բարդ է, կարծես թե մինչև հիմա չի դրվել նրա առաջ այսպիսի ուրեմն կոշտ լուծման պահանջ, դուք որոշի որի կողմն ես, եւ այդ պատճառով Ադրբեջանը փորձում է հնարավորինս ճապաղ մոտեցում ցույց տալ։ Այսինքն հնարավորինս չնեղացնել ոչ մեկին, ոչ մյուսին։ Այո, հնարավորինս մանևրել։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, հիմա շատ դժվար է ասել, որովհետեւ, չգիտեմ, շատ արագ է զարգանում ամեն ինչ, աստորեն երեք արդեն որոշում են ընդունել, որ Սիրիայում պետք է մեկ շաբաթվա ընթացքում կրակը դադարեցվի։ Հիմա դրանից հետո չէ, մեկ շաբաթ։
Արտեմակից Ռուսաստանի առաջարկն էր Մյունխենի ուրեմն կայացած կոմունիկեի մեկ շաբաթ։ Այնպես որ տեսնենք թե ինչ կլինի, շատ դժվար է հիմա, գիտեք, նման տիպի կանխատեսումներ։ Բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ զարգացման երկու ուղի կա, հա, մեկը ուրեմն Ադրբեջանը որպես Թուրքիայի հավատարիմ ստրատեգիական դաշնակից, մյուսը Ադրբեջան, Ռուսաստան այդ դաշնակցության խորացումը։ Բայց սրանք երկուսը համատեղել, ես կարծում եմ, որ ինչ որ պահի կարող է անհնար լինի։ Շատ լավ, Համեցիկ Մանթովս։ Նախ ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ իմ խոսքով բարարդ նյութ տվեցի պարոն Մելքոնյանի ելույթի համար, բայց կարծում եմ մի փոքր թյուրըմբռնում կա, որովհետև այո, իրականում մենք իլուր աշխարհի ազդարարում ենք, չէ՞, մեր ազգային ընդհանրական իղձը որն է, դա ցեղասպանության ճանաչումն է եւ մեր պահանջատիրությունը։ Այսպես կոչ եմ անում այո մեր հանրության համար, մեր քաղաքական շրջանակների համար, որպեսզի մենք այս պահին հավելյալ ոգևորությամբ չհամակվենք, պապից ավելի կաթոլիկ չդառնանք եւ ջուրը չտեսած չբոբիկանանք։ Խնդիրը սրա մասին է։ Հարցը սրա մեջ է։ Եվ մենք այս պահին զենք ու զրահով չհասնենք սահման ու գոռանք մենք եկել ենք կարծուսուրման։ Բոլորովին։ Չէ, իհարկե այդպիսի առաջարկներ Ռուսաստանից հնչել են։ Պետումայից հնչի, որ մենք գնանք հնչել են այդպիսի առաջարկներ, սա իմիջայլոց։ Իսկ Կարսի պայմանագրի հետ կապված։ Գիտեք, Խորհրդային Միությունը հետագայում, պարոն Պապյանը իր խոսքում իհարկե ակնարկարեց այդ մասին, հետագայում որպեսի իր պաշտոնապես ճանաչված ժամանակաշրջանում կնքած պայմանագրերն ու համաձայնագրերը օրինականացնի, այսպես ասենք, հետագայում վերստին այդպիսի պայմանագրեր այո, օրինակ 25 թվականի դեկտեմբերյան պայմանագիրը արդեն մատնանշվեց, որով փաստորեն նա օրինականացրեց Մոսկվան ու Կարսը ամբողջովին։ Հիշեցնեմ Լոզանի խորհրդաժողովի պայմանագիրը, որտեղ նաև խորհրդային ներկայացուցիչ Չիչերինն է մասնակցել իրեն առնչվող խնդիրներին, եւ փաստորեն Լոզանով, տեսեք, մենք սահմանների մասին ենք խոսում, Կարսը ճանաչել։ Լոզանով Թուրքիան ամրագրեց Թուրքիայի սահմանները, որով ամբողջ աշխարհը, այդ թվում Անտանտի երկրները, այդ թվում նաև խորհրդային միությունը վերստին անգամ ֆիքսեցին Թուրքիայի սահմանները։ Բայց այնտեղ արևելյան սահմանի մասին չի խոսվում։ Թուրք-հայկական սահմանի մասին։ Չի խոսում, Լոզանի մեջ դրա մասին չկա։ Այնտեղ 16-րդ հոդվածը հստակ ասում է, որ Թուրքիան ճանաչում է եւ կճանաչի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք արևելյան սահման։ Իսկ դա բոլոր պայմանավորություն ասելով արդեն մեկնաբանության հարց է։ Ներողություն։ Թուրքիան եւ Ռուսաստանի հետ իր հարաբերություններում, խորհրդային Ռուսաստանի եւ Անտանտի հետ հարաբերություններում դնում էր ազգային ուխտի ճանաչման խնդիրը։ Իսկ ազգային ուխտը գծել էր հստակ սահմանները։ Բայց Լոզանի պայմանագրի մեջ ազգային ուխտի մասին խոսակցություն չկա։ Լոզանի պայմանագրի մեջ չկար, բայց նրան նախորդող Լոնդոնի կոնֆերանսում մենք խոսում ենք պայմանագրի մասին, այդ խոսակցությունը։ Նրան նախորդող Լոնդոնի կոնֆերանսում արդեն Անտանտը ճանաչեց ազգային ուխտը, հետեւաբար Լոզանում ֆիքսվեց թուրքական սահմանը եւ ճանաչվեց։ Այդ թվում հայկական հարցը գերեզմանվեց, որովհետեւ այնտեղ քննարկվեց ընդամենը հայկական ազգային օջախի խնդիրը, որը Թուրքիան կրկին մերժեց, եւ Լոզանի կոնֆերանսը փակեց հայկական հարցը, գաղթականության թեման թողնելով ազգերի լիգայի օրակարգում։ Գիտենք դա արդեն այսօրվա խնդիր չէ։ Պարոն Եղոկյան, ընդունված է ասել, որ Լոզանի կոնֆերանսը թաղեց հայկական հարցը։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն է անընդհատ առաջ քաշվում։ Տեսնում ենք, որ Հռոմի Պապը խոսում է հայոց ցեղասպանությունից։ Բոլորը հասկանում են, չէ՞։ Ընդունում ենք 20-ական թվականների դրվածքով ոչ ամբողջ պատմության ընթացքի համար։ Այ հիմա արդեն խոսում են Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու մասին։ Աշխարհի մի հսկա հատված, ամենամեծ պետությունն է Ռուսաստանը իր հասարակությամբ, իր ռուսական աշխարհով, այսպես պուտինյան հռչակած ասենք, որ լսում են Արարատ լեռան մասին, հայկական պատկանելության մասին։ Արդյոք հայկական հարցը նորից միջազգային թատերաբեմ է գալու եւ դրանից մենք չենք տուժելու։ Գիտեք, ես չեմ կարծում, թե հայկական հարցը հիմա կբարձրանա միջազգային թատերաբեմ։ Համենայն դեպս թատերաբեմում է ռուս-թուրքական հարաբերությունների հարցը։ Եվ կարծում եմ, այդ աշխարհի գերտերությունները լավ հասկանում են, որ այս ամեն ինչը ուրեմն իջեցնել մինչև հայկական հարցի մակարդակ չափազանց քիչ է եւ չափազանց վտանգավոր։ Իսկ եթե իհարկե այդ հարցը հիմա բարձրանա, ես չեմ կարծում, թե մենք ունենք ուրեմն դրա
դրական կամ դրանից դրական արդյունքներ քաղելու հնարավորություն։ Դրանից դրական արդյունքներ քաղելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ուժեղ լինի։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը դեռ չունի ոչ քաղաքական, ոչ ռազմական, ոչ դիվանագիտական սանկցիաները հանված են եւ պարոն Պապյանը իր հարցազրույցներում մեկում նշեց, եթե չեմ սխալվում, ռադիո հարցազրույց էր, որ մենք Նախիջևանի մասով, որպեսզի անցնի այդ տարածքը Հայաստան, մենք ունենք 7 ամիս, ոչ ավել։ Այս ընթացքում հնարավոր է ինչ որ, դերի բարձրացում տարածաշրջանում հասնել։ Ճիշտ կլինի այդ հարցը պարոն Պապյանին տակ։ Համեցեք պարոն Պապյան։ Ես 7 ամիս եմ նշել։ Արդեն հնչեցրել էր պարոն Պապյանը։ Բացատրեմ, որ ավելի պարզ լինի, որովհետև այդ ընթացքում շահագործման կհանձնվի երկաթգիծը կմիանա Աստարայի հետ, այսինքն Ղազվին ռեշտը կառուցված է ռեշտ եւ ըստ էության երբ որ սկսի այդ երկաթգիծը աշխատել, մենք կմնանք լրիվ մեկուսած, այսինքն ոչ միայն մենք չենք կարող օգտվել Իրանի ապա շրջափակումից, այլ ավելի խորը մեկուսացման մեջ կհայտնվենք, որովհետև ընդհանրապես մեզ կմոռանան եւ մյուս կողմերով կգնան։ Իմ ասածը դրա մասն էր։ Դրա համար մենք պիտի անենք նախ կառուցողական առաջարկ, որպեսզի այդ երկաթգիծը բացվի փոխադարձ համաձայնությամբ, միգուցե միջազգային ինչ որ վերահսկողությամբ եւ աշխատի հանուն տարածաշրջանային կայունության, տնտեսական եւ թող մերժեն ադրբեջանցիները, ոնց ասած թող վատամարտը իրենք լինեն։ Այդ ժամանակ էլ արդեն իրավիճակը կարող է փոխվի եւ ուրիշ ձև այդ հարցերը կլուծի։ Ինձ համար էս հակամարտության մեջ մեր ամենամեծ շահը տեսնում, եթե մենք կարողանանք գործարկել այդ Նախիջևանի երկաթգծի հատվածը։ Իսկ ինչ վերաբերում է արդեն մյուս ավելի մեծ, գիտեք, մենք 6 ամիս առաջ շատ քչերս կարող էինք ենթադրենք, որ կարան ռուս-թուրքական հարաբերությունները այսքան վատանան։ Ես մի քանի ամիս առաջ թուրքագետներից հետ մեկի հետ միտեղ խոսակցություն կար քրդական պետության հավանական ստեղծման մասին եւ այնտեղ փաստարկն է, որ քրդերը մեծ մասամբ քվեարկել են Էրդողանի կուսակցության օգտին, բայց տեսեք, այսօր իրավիճակը փոխվել է եւ եթե ոչ հայկական հարցը, ապա քրդական հարցը դարել է նույն ռուսական դիվանագիտության, ավելին ասեմ, ռուսական ռազմական դիվանագիտության եւ ռազմական հիմնական գործիքներից մեկը դա աշխարհաքաղաքական մեծ խաղեր է։ Իսկ ինձ համար, ես վստահ եմ, եւ շատ-շատերի համար քրդական հարցը եւ հայկական հարցը բավականին այսպես զուգահեռված են ընթանում։ Եւ եթե պիտի գա քրդական պետության ստեղծելու հարցը, հայկական հարցը ուզենք թե չուզենք մեջտեղ է գալի։ Մի բան էլ իմ կարծիքով եւ միշտ էլ այդպես է եղել։ Երբ որ մենք ասում ենք հայկական հարց, մեզ թվում է, որ սա հայերի հարցն է։ Սա հայերի հարցը չի։ Ի վերջո սա եղել է միշտ միջազգային հարց, միջազգային դիվանագիտության հարց, այն բարձրացվել է միջազգային գերտերությունների կողմից, այն մեր կամքից անկախ օգտագործվել եւ անգամ ի վնաս մեզ օգտա։ Եվ դա կատարվելու է։ Մենք չենք կարող դա կանխենք, եթե որևէ մեկը փորձի։ Մենք պիտի պարզապես փորձենք այս նոր զարգացումների մեջ մեր շահ ինչ որ ձևով տեղադրենք եւ փորձենք այս ամբողջից ինչ որ մի բան դրականորեն մեզ համար քաղել, առաջին իհարկե առաջնորդվելով նախ մի վնասիր սկզբունքով, ապավելու երկրի անվտանգությունը։ Բայց եթե իրավիճակը ոնց որ ասած նպաստավոր լինի, պիտի փորձենք առիթից օգտվել։ Պարոն Մելքոնյան, ինչ անել։ Ունենք իրավիճակ, որտեղ փաստացիորեն Հայաստանի Հանրապետությունը այդքան մեծ դերակատարություն չունի եւ գործընթացները զարգանում են անկախ մեր կամքից։ Ինչ անել այս իրավիճակում։ Ես կիսում եմ իմ ավագ գործընկերոջ կարծիքը, որ պետք չէ ոգևորվել եւ ես էլ հենց այդ կարծիքին եմ, քանի որ այս խնդիրը Ռուսաստանում բարձրացած Մոսկվայի պայմանագրի հետ կապված ըստ էության ինչպես հասկացան քննարկման արդյունքում ավելի շատ քաղաքական է եւ ինչպես մեկ օրում ծագել է, այնպես էլ մեկ օրում կարող է հանգել եւ նաեւ համաձայնվելով պարոն Թուրոսյանի այն տեսակետին, որ Լոզանի պայմանագրում ըստ էության Թուրքիան հայտարարեց Իսմետ Ինոնյուն բանակցողը, որ չեն կարող զիջել ավելի տարածքներ, ինչ որ ամրագրված է իրենց ազգային ուխտում։ Իսկ ազգային ուխտում այն սահմաններն են, որ այսօր Սուրմալուի գավառը չկա։ Գավառը չկա։ Այդ ամենայն դեպս Ուրեմն Արարատսա եւ Սուրմալուի գավառը արդեն առանձին հարց է դառնում։ Բայց ամեն դեպքում ընկալվեց որպես մեկ հարց, եւ պարոն Թորոսյանը նշած պայմանագիրը խորհրդային միության եւ Թուրքիայի միջեւ 25 թվականին ճիշտ է ստորագրվեց եւ այն ապես վավերացրեց Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը, բայց 35 թվականին 10 տարով երկարացվեց, սակայն 45 թվականին այն չեղարկվեց, քանի որ խորհրդային միությունը միակողմանի դուրս եկավ այդ պայմանագրից եւ մինչեւ հիմա էլ այդ պայմանագիրը սկսեցան մենք հետո Գրոմիկոյի հայտնի այցից հետո ունենք
խորհրդային միության հայտնի Նոտան, հայտարարությունը, որ այո։ տարածքային հավակնություններ Հավաքություն, բայց ամենայն դեպս չունեն։ պայմանագիր չեն ստորագրել կամ չեն Ամեն երկարացրել։ դեպքում Մոսկվան եւ Կարսը պահպանել են իրենց ուժը։ Նման հայտարարություն ուժով, չէ եղել։ այո։ Հիմա ասում են, որ ՆԱՏՕ-ն Դա կարծում առաջ չէր գալու։ իրավական վիճելի քննարկման խնդիր է։ Եթե իրանք ուժը պահպանացնեին, եթե 45 թվականին չեղյալ հայտարարվեց 25 թվականի պայմանագիրը ճիշտ է 45-ի մարտին, որովհետեւ իրավական խոչընդոտները մեջտեղից վերան հարձակվեն։ Այդ դեպքում եթե Մոսկվայի պայմանագիրը ուժի մեջ էր, ինչի էլ դա չեղյալ չհայտարարվեց։ Ուրեմն դա խոչընդոտ էր, չէ՞։ Դրան չանդրադարձան, որովհետեւ իմաստ իրավական նոնսենս կա։ Ես ամփոփելով ուղղակի ուզում եմ նշել, որ ամենակարևոր խնդիրը թե ինչ անել, ես կարծում եմ պետք է չողոքեվորվել, այլ ուղղակի արձագանքել adekvat այն մեսեջին, որ Ռուսաստանից գալիս է եւ Թուրքիային եւ Հայաստանին, իսկ մենք որպես պահանջատեր իհարկե այդ մեսեջին պետք է դրական, այսպես ասած, շեշտադրումներով արձագանքենք, բայց իհարկե չտարվենք երևակայությամբ, որ շուտով հողերը հետ են տալու եւ այն ինչ որ գրվում է ռուսական մամուլում, որ Արարատսարը հետ են տալու հայերին, իհարկե դրանք այսպես սենտիմենտալ կարող ենք ասել հայտարարություններ, որոնք իրական քաղաքականության հետ այս պահին կապ չունեն եւ ավելին վտանգավոր են, բայց այնուամենայնիվ մի դրական տենդենց այս ամենի մեջ պետք է տեսնել, ինչպես ժողովրդական, այսպես հայտնի խոսքն է ասում, չկա չարիք առանց բարիքի, այն որ հայկական խնդիրը, հայկական թեմատիկան, այն որ այդ տարածքները, որոնք այսօր Թուրքիայում են, հայկական պատկանելություն ունեն, ռուսական մեդիա դաշտում, այդ մեդիա դաշտից նաև այլ մեդիա դաշտեր եւ ընդհանրապես հասարակական ընկալումների մեջ տարածվում են եւս մեկ անգամ բարձրաձայնելով իլուր աշխարհի մեր տարածքային պահանջների մասին եւ այն որ մեր աշխարհը նաև մեծ խաղացողները իդեմս Ռուսաստանի իրենք էլ այդ տարածքների լիակատար այսպես թուրքական պատկանելության շուրջ ունեն լուրջ կասկածներ։ Ես կարծում եմ, որ միակ դրականը այսքանից պետք է լինի այդ տեղեկատվական դաշտում առկա նոր կայծը։ Փորձենք ամփոփել, համեցեք պարոն Թորոսյան, մարտահրավերը թե հնարավորություն եւ ինչ անել։ Ես կարծում եմ, որ մենք շատ զգուշ պետք է լինենք այս հարցում։ Ձեր նախորդ հարցումը իր մեջ շատ խոր բովանդակություն էր պարունակում։ Մեզ օգտակար է, թե վնասակար, ընդհանրապես հայկական հարցի քննարկումները եւ ես կասեի մեկ այլ տերմին փորձենք օգտագործել հայկական հարցի շահարկումները։ Մեզ երբևէ ինչ են տվել։ Այո, այսօր մեդիա դաշտի ծավալումը, ռուսական, համաշխարհային եւ այլն դերևս կարելի է սա դիտարկել դրական ինչ-որ մի բան, որ մեր օգտին է, բայց երբ որ մենք հայկական հարցի պատմությանն ենք նայում, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր այսպիսի սրված իրավիճակում հայկական հարցը շատ ավելի բարձր ամբիոններից ու շատ ավելի ամբողջավոր ձևով է շահարկվել կամ քննարկվել։ Եվ Բեռլինի կոնգրեսից հետո, եւ առաջին աշխարհամարտի նախորդին, եւ աշխարհամարտի ընթացքում, եւ հետո ուրեմն աշխարհամարտի ընթացքում տեսեք նոնսենս։ Մի կողմից գոռում են հայերին հատուցելու, հայերի ողբերգությանը գին տալու, հայկական պետականությանը վերականգնելու մասին, նույն պահին Սայքս-Պիկոյի պայմանագիրն է ստորագրվում։ Նույն պահին։ Նույնը ցանկացած սրված իրավիճակում, հետեւաբար ես կրկին ու կրկին մեզ զգոնության կոչ եմ անում։ Մենք պետք է շատ զգուշ լինենք, մենք պետք է հետևենք իրադարձություններին։ Մենք հիմա, ի տարբերություն հայկական հարցի նախորդ շրջանների ողբերգական դրսևորումների, մի առավելություն ունենք, որ պետական անկախություն ունենք, պետություն ունենք եւ բավականին ուժեղ բանակ, որը տարածաշրջանում համենայն դեպս որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություն եւ ունակություն ունի։ Սա մենք պետք է համարենք մեր հիմնական կռվանը եւ ուշադրությամբ հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Այո, շատ հարմար պահ կարող է առաջանալ եւ մենք որ փորձենք կարողանալ գործարկել Նախիջևանյան երկաթուղին իր բոլոր հնարավոր դրական հետևանքներով։ Շատ հարմար պահ կարող է առաջանալ, երբ մենք մի հարվածով վերջնականապես Ղարաբաղյան հակամարտության խնդիրը հասցնենք իր լուծման։ Կարող է մի պահ առաջանալ, երբ մենք այո հավակնենք Սուրմալոյի գավառին եւ ի վերջո համայն հայության էմոցիոնալ երազանք իրականանա Արարատ լեռան հետ կապված։ Կարող է եւ ընդհակառակը շատ ավելի բարդ զարգացումներ լինեն, որ մեզ հարվածի տակ տնի մեր պետությունը, մեր սահմանը, մեր պետականությունը։ Այսինքն պետք է շատ խոհեմ, զգուշաբար, ճիշտ, մտածված, դիվանագիտորեն, քաղաքագիտական լուրջ վերլուծություններով, հիմնավորումներով, հարյուրավոր սխեմաներով, հարյուրավոր պլաններով եւ նախագծերով հնարավոր զարգացումների հետ կապված ուսումնասիրենք եւ ճիշտ կողմնորոշվենք։ Սա է մեր այս պահի ամենաճիշտ վարքագիծը իմ կարծիքով։ Համեցեք պարոն Յանուկյան։
Իհարկե այս ուրեմն Մոսկվայի պայմանագրի շուրջ բարձրացած ամբողջ քարոզչական աղմուկը իհարկե սա լուրջ սպառնալիք է մեր համար, բայց միաժամանակ մենք կոնկրետ ես այդ փաստն եմ ուզում նշեմ, բայց միաժամանակ ռեգիոնը չափազանց դինամիկ է եւ մենք ինչպես գիտենք ուրեմն միջազգային պայմանագրերը միշտ ֆիքսում են ստատիկ վիճակներ, այսինքն ցանկացած պահի կարող է ուրեմն դա կամ մեկ այլ միջազգային պայմանագիր չաշխատել եւ այս դինամիզմի մեջ մենք ունենք հնարավորություններ, մենք պետք է միշտ ուրեմն պատրաստ լինենք, ինչպես ասաց պարոն Թորոսյանը, այդ հնարավորությունները իրագործելու, մենք պետք է հստակ հասկանանք զարգացման սցենարները, հա, օրինակ նոր խոսվեց, ասենք քրդական պետության առաջացման հնարավորության մասին։ Մենք պետք է տեսնենք այս դեպքում ինչ է կատարվում այս ամբողջ ռեգիոնի հետ, որովհետև դա կարող է հենց նույն Սայքս-Պիկոն, հա, ամբողջովին ուրեմն զերոյացնի։ Այսինքն պետք է այս ամբողջի վերաբերյալ Հայաստանը ունենա պատրաստված ծրագրեր եւ որի դեպքում ինչպես է շարժվելու, ինչ ռեսուրսներով։ Ես կարծում եմ հնարավորություններ կառաջանան եւ պետք է կարողանանք այդ հնարավորությունները օգտագործել։ Համեցեք, պարոն Պապյան։ Ինձ համար միանշանակ սա հնարավորություն է, ես գնահատեմ Հայաստանի հնարավորությունների մեծացում, որովհետև վտանգի տեսանկյունով անգամ չեղարկման պարագային շատ մեծացված է այդ վտանգը, որովհետև Հայաստանը այսպես թե այնպես թուրքական վտանգի տակ է, եւ Թուրքիայում զսպող գործոնը հաստատ Մոսկվայի պայմանագիրը չի, ոչ էլ Կարսի պայմանագիրը։ Իսկ այն առումով, որ օրինակ հենց Ռուսաստանում գործելու մեզ համար նոր հնարավորություն է ստեղծել, թեկուզ եւ հենց տեղեկատվական դաշտը, որը շատ կարեւոր է, նվաճել մարդկանց, չգիտեմ, սրտերը, մտքերը, սա խիստ կարեւոր է։ Այսօր մենք պիտի ոնց ասած այդ ցանքսը անենք, որպեսզի դրա պտուղները քաղենք։ Երբ կլինի այդ պտուղները, մենք չգիտենք, կարա շատ մոտ ապագայում լինի, որովհետեւ զարգացումները կարան շատ արագ, կարող է շատ ավելի հեռու, բայց իսկապես հնարավորություն է ստեղծել գործելու։ Նույնը ոչ միայն Ռուսաստանը, այլ Եվրոպա, Արևմուտք այդ առումով, այսինքն գոնե այսօրվա առումով գործել ասելով ես նկատում եմ ոչ միայն պետությունը, այսինքն ոչ միայն իշխանությունը, պետությունը ի վերջո նաև հասարակությունն է։ Շատ բաներ կա, որտեղ իշխանությունը պիտի ավելի զուսպ լինի, բայց ես կարծում եմ կամ հասարակական կազմակերպություններ, անհատներ, գիտնականներ, որոնք ավելի ազատ են եւ կարող են ավելի հնչեցնել տարբեր մտքեր, տարբեր ուսումնասիրություններ կատարել եւ տարբեր առաջարկներով հանդես գալ։ Նաեւ մեծ ուժերը, որովհետև իրականության մեջ այնպես չէ, որ բոլորի մտքում առաջանում այն նույն գաղափարը, որ կարող է առաջանալ մեր մեջ, հաճախ մի փոքր կայծ, մի փոքր բան պետք է հուշել, իրենց շահերից ելնելով, հնարավոր է, որ իրավիճակը փոխվի։ Ես գոնե լավատես եմ այդ առումով, որ անսպասելիորեն ծագած հնարավորությունները նաև մեզ համար անսպասելիորեն դրական հետևանքներ են տալու։ Ես շատ կարճ ուղղակի կարող եմ այս կոնտեքստում հիշել մեծն Գարեգին Նեժդեի խոսքը, որ պայմանագրերը ապրում են այնքան ժամանակ, ինչքան դրանց կյանք տված պայմանները։ Եվ կարծում եմ, որ այսպես ասած տեսլականով էլ պետք է շարժվել։ Եթե կյանք Մոսկվային կամ Կարսի պայմանագրին կյանք տված պայմանները կսպառվեն, ուստի կստեղծվի նոր իրավիճակ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մենք այսօր քննարկում էինք Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու ռուս պատգամավորների առաջարկը եւ թե ինչ դրանից Հայաստանը կարող է շահել, ինչ մարտահրավերներ կարող են առաջանալ եւ ինչ հնարավորություններ կարող են առաջանալ։ Մենք կհանդիպենք հաջորդ կիրակի օրը 21:30-ին Արարատ հեռուստաընկերության եթերում։